Մերիդիան էքսպո կենտրոնը շուտով պատրաստ կլինի հյուրընկալել COP17-ը։ Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է կատարված եւ ընթացիկ աշխատանքներին։ Սա շենքն է, որ անցած անգամներեցին, հասարակական պատմաշենս այն 90% պատրաստ է։ Բոլոր ուղղություններով նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հաստատված ծրագրին համապատասխան։ Նիստերի, տեխնիկական սպասարկման, մամուլի եւ այլ աշխատանքների համար նախատեսված տարածքները շուտով պատրաստ կլինեն։ Ակտիվ փուլում են ենթակառուցվածքային եւ տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ աշխատանքները։ Այս հատվածից նայում ենք այս ուղղությամբ, որտեղ տեղադրվելու են երկու մեծ հիմնական վրանները, ամեն մեկը մոտավորապես 1500-1700 տեղի համար։ Վրանները որոշել ենք անվանական լինեն, իհարկե ինքը այս տեսքը չի ունենալ, ինքը ամբողջությամբ փակվելու է, զարդարվելու է անտոնոր լոգոներով։ Որոշել ենք վրանի առաջի անունը դնենք Արագած, երկրորդի անունը Սևան դնենք, ու նաև վրանների ներսում էլի հայկական բնաշխարհից նաև ունենանք ինչ-որ դիզայն։ Հիմա ասֆալտի հետ շերտով նայում եմ, սա դեռ վերջնական չի, մեկ հատիկ սարավարապետական է, նաև համայնքային բավականին մեծ տարածք է, բայց պատկերացեք վրանները շատ մեծ է, ռենդերով ենք ամբողջությամբ չի տալիս, ամբողջությամբ շատ մեծ վրաններ։ Վարչապետը կարևորել է միջազգային գործընկերների հետ աշխատանքների պատշաճ համակարգումը COP17-ի բարձր մակարդակով անցկացման նպատակով։ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գագարինում գործող Elevate AI գործարան, որը Հայաստանում եւ Հարավային Կովկասում NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով աշխատող արհեստական բանականության առաջին գործարանն է։ Ամբողջ համակարգի մոնիտորինգն է, ոսանքի մատակարարման, հովացման համակարգի, IT հատվածին, հիմա դուք ինչ եք, ձեր աշխատանքությունից, մեր աշխատանքությունը, որ հետևենք այն շարունակում, ինչ փոխանցումների քննիայի դեպքում Գագարինից է, չէ, ես Հայաստանից եմ։ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել տվյալների կենտրոնի տեխնիկական հնարավորություններին, ընդլայնման ընթացիկ փուլին։ Քննարկվել է նաև Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացման հեռանկարը։ Հենց այսքանն օգտագործում եք, թե լրացուցիչ վերցնում եք։ Չէ, այս պահին սա ավելացած մենք օգտագործում ենք, մեր մոտ կլինի 2 մեգավատ, սա 5 է, իրականում բալանսավորվում է ցանցի հետ, ծավալները վակուտակիչ դնելու պլան չունենք։ Սպասում ենք կարգավորմանը։ Այսինքն հիմա նայել եք բիզնես սխեմայի մեջ ձեռնտուած այսօր Առաջին փուլի ներդրումային ծրագիրը $150 միլիոն է, որից 70 միլիոնն արդեն իրականացվել է։ Գործարանի առաջին փուլի հզորությունը 5 մեգավատ է, որն ընդլայնման հաջորդ փուլում նախատեսվում է հասցնել 40 մեգավատի։ Գործարկումից ընդամենը 1 ամիս անց արկա հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է, արտացոլելով Հայաստանից եւ միջազգային շուկաներից եկող պահանջարկը։ Հիմա ներողություն, այս որ մենք տեսանք, դա սուպեր համակարգ է։ Արհեստական բանականության հարցում ենք Հայաստանի հայերական ինքը ինչ է։ Պատասխանը տալուց եւս փոքրին է ծախսվում, ինչի համար է, որպեսզի հնարավոր է կառավարել ինչ բարդության հարց է, ինչ բարդության պատասխան է ստանում։ Բացի տեքստը հնարավոր է վերածել նկարի կամ վիդեո անալիզաներ, հա, դրանց բոլորը ինչ որ հարցեր են եւ ինչ որ պատասխաններ են, որի վրա աշխատանքական ռեսուրս է ծախսվում այն։ Եթե ամփոփել ChatGPT-ի դրան հարցակները աշխատում են այսպես գործարանների շնորհիվ։ Արմավիրի մարզի ջրառատ բնակավայրում Սասունցի Դավիթ ընկերությունը զբաղվում է թառափազգի ձկնատեսակի բուծմամբ եւ սև խավիարի արտադրությամբ։ Ներկայում արտահանման հետ կապված խնդիրներ չունի։ Վարչապետն այստեղ ծանոթացել է ձկնաբուծարանի գործունեությանը։ Տնտեսությունում ներդրված է ջրախնայող համակարգ։ Մի քանի ձուկ ունեն, որ 17 տարի է պահում են։ Մի քանի հատ էլ սևերից կան 15-16 տարեկան 35-40 կիլոյի մոտիկ էլ իրենց կան։ Կարնախտը շատ լավ։ Այս ձկները հիմա ջոկեն են, Ընկերությունը գործակցում է Կավիար Պետրոսյան աշխարհահռչակ գործարանի հետ եւ իրացման ու արտահանման խնդիրներ ներկայում չունի։ Դուք եք դրենաժ անում ջուրը լցնում։ Հա, դրենաժ է գնում, բայց մեր ջրերը որ թափում է դրենաժ, ստեղից մինչև հասնում է սև ջուր, յուղերը հողամասերը ջրում է։ Պոմպերա դրա ջրում են հողամասերը, նորից իջնում է ջուրը գետի։ Ստե արտադրական։ Այսի մեր արտադրական մասն է, համեցեք։ Ստեղ մշակում են, դվանում են, քանդում է, խառնում են թավը դրանով։ Այս մասը կշերքը բանը դնում են դրանով։
50 դրամիա 60 Իսկ դուք արդեն վերջնական բանի մեջ եք։ Վերջնական գնում է Պետրոսյանի բաների մեջ եք։ Չէ, մենք Պետրոսյանին ուղարկում ենք մեր անունով կիլո 700 գրամներով, կիլո 800։ Բայց իրանք ասում են, որ սա Հայաստանի վաճառելուց։ Մենք երկու շաբաթ առաջ արդեն նաև ընդունել ենք բոլոր կանոնակարգերը, ԵՄ-ի տեղկանոնակարգերի համապատասխան եւ 4 ընկերություն հիմա ունեն, որոնք դիմել են, եւ եթե այդ փորձակնությունը կանցնեն, դրանից հետո իրենց համար կոդատրվում եւ բացվում է ԵՄ։ Մենք բոլոր թղթավորությունները ավարտեցինք երկու շաբաթ առաջ, հիմա արդեն բիզնես է ավարտել թղթավորությունները եւ 15 օր կարող մինչեւ 20 օրերի, եթե անցնեն այդ համակարգները, արդեն կարող են արտահանել նաև ԵՄ։ Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել ձկնաբուծության ոլորտի հեռանկարին, վարչապետը կարևորել է կառավարության աջակցությամբ ոլորտում ժամանակակից ստանդարտների ու տեխնոլոգիաների ներդրումն ու արտադրության որակի բարձրացումը։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։